Երևանում բնակարանները 2025 թվականին թանկացել են, կադաստրի պետական կոմիտեի տարեկան տվյալով մոտ 4.7%-ով, կթանկանան նաև առաջիկայում, կանխատեսում են անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչները։ Գնալով շինարարությունը կչանում է, լինելու է դիֆիցիտ, իսկ բոլորս գիտեք, եթե մի բան դիֆիցիտ ունեմ, ինքը գինը թանկ է լինում։ Այդ դիֆիցիտը մենք 1-2 տարի հետո կզգանք, չեն կառուցելու շատ եւ թանկ են վաճառելու, ով էլ ռիսկի գնացել է կառուցել է։ Պահանջարկը շատ է։ Բնականի խնդիր շատ կա։ Առողջ ձևով երկարաժամկետ կտրվածքում կամաց գները աճելու միտում ունեն, որովհետև մի հատ գործոն կա, որ առնվազն դա կապահովի, դա շուկայում դեֆիցիտն է։ Մենք գիտենք, որ կառուցապատումն էլ է նվազել Երևանի մեջ, նոր պրոդուկտ շուկայում չի ստեղծվում կամ շատ քիչ է ստեղծվում, իսկ պահանջարկն էլ այնպես է, որ կա եւ ավելանում է։ Եվ եթե դրական սպասումները շարունակեն տնտեսության մեջ, մարդիկ ուզենալու են բնակարան գնել, բայց շուկայում ավել պահանջարկ չի լինելու։ Բնակարանների գնի բարձրացմանը կնպաստի նաև շինանյութի ու կառուցապատման ոլորտում տեղի ունեցած թանկացումը։ Ամեն ինչ թանկացավ, հիմա հնարավոր չի էժան շինարարություն անել։ Ապես սկսեց թանկացան գները, տեղ պայմանները, գազը, լույսը, ապես շինթույլտվությունը, գույքահարկ ես վճարում, եթե շենքը շինարարության ընթացքում գրանցեցիր, ագին ծախսեր են ավելացել կառուցապատողի վրա, որը ի վերջո դուրս է գալու գնորդից, բնակչից, որովհետև շենքի շինարարությունը թանկանում է, հիմա բիզնեսը չի կարա սարքի ու գնորդ վաճառի, իհարկե պետք է ինքը օգուտել ունենա։ Մասնագետների գնահատմամբ անշարժ գույքի շուկան կայուն վիճակում է, կանխատեսումները, թե գներն արհեստականորեն ուռճացված էին ու մեծ անկում կլինի, այդպես էլ չարդարացան։ Այն սուտի փորձագետները, որ ասում էին, բա, ես անկում ա լինելու, չգիտեմ, մարդիկ նույնիսկ ուղիղ տոկոս էին ասում, 25%, չգիտեմ, որտեղից էին հաշվել, գոնե չկա տես բան։ Այսինքն, եթե ռեալ շուկայական արժեք է ասում, կառուցապատողը ինքը վաճառում է։ Իրական գները այն են, որոնցով գործարք է տեղի ունենում։ Եթե գործարք է տեղի ունենում, ուրեմն հենց այդ է իրական գինը։ Հետևաբար դա է միակ կարծում եմ ամուր արգումենտը։ Նախորդ տարվա համեմատ այս տարի հունվարին բնակարանների առքուվաճառքի ավելի շատ գործարք է կատարել Ռուստամ Գրիգորյանի ղեկավարած գործակալությունը։ Աննախադեպ ակտիվացում կար, դա ոչ միայն իմ կարծիքն է, այլ նաև գործընկերների հետ շփվելով կարող ենք փաստել, որ եւ երկրորդային եւ նույնիսկ առաջնային շուկայում բավականին մեծ գնողունակության բարձրացում կա։ Շատ հաճախորդներ, գնորդներ ուղղակի մի պա կանգ էին առել եւ սպասում էին, թե շուկայում ինչ է տեղի ունենալու։ Եվ դրա պատճառով որոշակի սպառված պահանջարկ կար, կուտակված պահանջարկ կար, որը հավանաբար հիմա է տեղի ունենում, այսինքն մի հատվածը ուղղակի եկավ հունվարին գնում կատարեց։ Երևանում եկամտահարկի վերադարձի արտոնության չեղարկումից հետո բնակարան գնողների մի մասը նախապատվությունը տալիս է երկարաժամկետ փուլային վճարման հնարավորություն տվող կառուցապատողներին։ 6 տարի, 7 տարի, այսինքն ուժեղ հզոր կառուցապատողները կարողանում են իրենց թույլ տան, որ իրանք շենքը կառուցեն, վաճառեն, մարդիկ սկսեն բնակվել, ասենք 2-3 տարի հետո շենքը պատրաստ անելու, բնակիչները բնակվելու են, բայց ամբողջ գումարը դեռ մարած չեն լինելու, եւս 3-4 տարի մարելու են։ Դրանց այդ շենքերում համատապ ավելի շատ է վաճառք լինում։ Բնակարան գնել ցանկացողներին մասնագետները խորհուրդ են տալիս չսպասել գների իջեցման։ Դա համարում են ժամանակի կորուստ։ Չի բացառվում նաև ֆինանսական միջոցների։ Այս պահին կանխատեսել, որ գնանկում կլինի շուկային, նույնն է ոնց որ աստղերին հավատաս, այնպես որ կարելի է մասնագետների խոսքին հավատալ եւ գնալ գործարքի, գնում կատարել։